Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն այս ժամի եթերին միանալու համար եւ շնորհակալություն նոր գրանցվողներին, ովքեր կարծես նույնպես հետաքրքրել է մեր եթերները, իսկ մեր հիմնական հետևորդներին պիտի ասեմ դրանից շատ շնորհակալ եմ ձեր ակտիվության համար մշտապես եւ իհարկե չաթում ուղիղ եթերի հարգալից վերաբերմունքի համար նմանապես։ Դե ինչ, մի քանի բան, որոնք որ կարծես դուրս են մնում, դե այսօր իմացաք երևի, ովքեր որ հետևում են Free News-ով ազատ շփում հաղորդմանը նույնպես արձակուրդ վերցրեցի երկու շաբաթով մինչև ամսի 24-ը, օգոստոսի 24-ից երկու շաբթի օր ընկնում, նորից կսկսենք աշխատել, չնայած վաղը Սպրեգուսպիտակ պոդքասթը իմ ու Գագիկ Մկրտչյանի կատարմամբ անպայման կլինի, ու վերջ երկու շաբաթ արձակուրդ։ Բայց իհարկե այս ֆորմատով կհանդիպենք ու թույլ չենք տա, որ կարևորագույն իրադարձությունները գոնե խոսույթի լեզվամտածողության տեսքով փորձեն մանիպուլացված ներկայացնել, այսինքն մենք այստեղ կքննարկենք, կզրուցենք։ Չգիտեմ, ովքեր են դիտել այսօրվա հաղորդումը, ովքեր չէ, գիտեք, որ ես այսպես թե այնպես մի քիչ այնտեղից նորից կրկնում եմ այստեղ, մի քիչ ավելացնում եմ եւ այլն, առավել ևս, որ նոր բաներ էլ այդ ընթացքում լինում, ու այստեղ ավելի ազատ ենք, ավելի լավ։ Ամեն դեպքում նա հեռուստատեսությունն է, էլի։ Ուրեմն նախ կանք այն խոսույթից, որ բանա, այ վաղը շաբաթի դատավորը պատկերացնում եք 37 թիվն է, ու մի հատ դատավոր, այն պարագայում, որ դատավորները բան աշխատում են զանգով, էլի։ 37 թիվն է ու դատավորը ինքնաբացարկ քաջագործություն տեղի ունեցավ, ինքնաբացարկ ներկայացրեց, ահա լավը չեն ասում, սա հրաշք էր, ասու կողմից ուղարկված նշան, աղոթել էինք, չգիտեմ ինչ է։ Չէ, հարգանքով մարդկանց աղոթքներին ու իրենց հավատքին առ իրենց աղոթքները, բայց ասեմ հետևյալը, այդ ինքնաբացարկը ինչ որ բան չի փոխում, մի ուրիշ դատավոր կզբաղվի, եթե մյուսներ այնքան կզբաղվեն, մինչև ավելի վատ տեղ կհասնի ամեն ինչ, բայց մի բան հաստատ է, որ ինքնաբացարկը խեք փորձում ներկայացնել այլ կերպ, դատավորը, ով կարա գտնի, որ շահերի բախում կա, եւ ազնվորեն ինքնաբացարկի գնա, այսինքն այդ ինքնաբացարկը ոնց է տեղի ունենում, ովքեր որ դատական համակարգից ոչ են անում, երկու բառով բացատրեմ, նայեք, եթե հայցվորի կամ պատասխանող կողմերի միջև դատավորի հետ կապող ինչ-որ բան, այսինքն հարազատ բարեկամ կապեր, կամ ասենք ինչ-որ պարտավորություններ, կամ խնամի ծանոթներ, այսինքն այնպիսի մի բան, որը կարող ազդի դատավարության օբյեկտիվության վրա, դատավորը կողմերից մեկի պահանջով ինքնաբացարկ է տալիս։ Իհարկե այդ պահանջը պիտի մաքսիմում հիմնավորված լինի, ու շատ հազվադեպ է նման բան լինում։ Այս պարագայում որևիցե մեկը դատավոր ինքնաբացարկը չի բան արել, արտահայտել, չի բողոքել դրա համար, այսինքն մի կողմը պետությունն է, չէ, ոնց որ դատախազությունն է երևի թե, փոխանակ իրենք պիտի չարչարվեին ու ասեն, այ դատավորը վեհապարի հանդեպ կողմնակալ բան ունի, վերաբերմունք ունի, ուրեմն թող ինքնաբացարկ կարգի։ Բանը դրան չի էլ ասել, դատավորը ինքնուրույն ասել է, ախպեր ջան, եկեք ես ինքնաբացարկ հայտնեմ, որովհետև, չգիտեմ, երևի նրա համար, որ ասենք նույն կաթոլիկոսի հոտից կարող է լինի, հա, ու մարդը ազնվություն է դուրս է որը, շատ նորմալ է, բայց ոնց ուզեցին ներկայացրեցին, սա, այ դատավորը ասում է հայ էր, Նարեկ Կարապետյանն է ասում, հայ էր, դրա համար էլ ինքնաբացարկ ներկայացրեց։ Նարեկ Կարապետյանին խորհուրդ կտամ, որպես այս ուժի ղեկավար, հա, եթե քո խոսքը 2 կոպեկի արժեք ձեր ուժի ներքին սպառման շուկայում ունի, ապա այդ ձևակերպումներից հեռու մնացեք, որովհետև տեսեք ոնց է ստացվում։ Դուք սկսում եք դրանով բաժանարար գծեր դնել, այսինքն եթե չներկայացներ ինքնաբացարկ, ուրեմն հայ չէ, այսինքն եթե դատավոր լինի, որ այդ դատավարությունը իրականացնի, հայ չի լինելու, կամ ասենք եթե մարդիկ կան, որ սպասում են այդ դատավորությանը, ինչ հայ չեն լինելու, այ այս իմաստով շատ կոպիտ հակադարձումներ կլինեն, չափազանց ոչ միայն քեզ, քո ընտանիքին իմիջայլոց, որովհետև այն մյուս կողմում նույնպես մարդիկ ու ընտանիքներ են կանգնած, այդ առհամարական ու չհաշվարկած խոսույթը մի իրականացում, վերջացած քո ներքին սպառման ճուտիկ բուլիկներից, չգիտեմ, քանի 100,000 են։
մի արա ու ովքեր սրանց սատարում են, հարգելի հայրենակիցներ, դուք նույնպես փորձեք ձեր ներսում այդ խոսակցությունները ծավալել։ Ես հասկանում եմ, ատելությունն ու գիտությունը շատերին կարա բանարած լինի, կուրացած լինի, բայց այնուամենայնիվ գոնե մի քանի հոգի մեջները կիրթ դաստիարակված մարդիկ կլինենք, էլի։ Ասենք օրինակ ես այն վայրում, որտեղ որ շատերը սատարում են վարչապետին, Արամ Սարգսյանին, առողջ մյուս ուժերին ու չեն սատարում ձեզ, ես հայութուրքը տեղ չեմ անում ու թույլ չեմ տալիս անեմ։ Այդ թույլ չտալու պարագայում իմ հանդեպ վերաբերմունքը նույնպես փոխվում է, մարդիկ ասում են, հա բայց ինչ կա դրա մեջ, բայց ու միևնույնն է ես գնում եմ դրան։ Ուստի դուք էլ փորձեք, եթե կան ձեր մեջ ըմբռնող ունակ մարդիկ, թույլ մի տվեք դա վատ տեղ է տանում, վատ բան է բերելու, հետո չասեք պարակտիչներ, չգիտեմ ինչ է, լավ։ Սա եկեք պայմանավորվենք ու նման օբյեկտիվ գնահատական ունեցողներին ես ասում եմ ապրեք դուք, որովհետև անկախ ձեր քաղաքական պատկերացումներից։ Այսօր մի զավեշտալի իրավիճակ եղավ ազգային ժողովում, ոչ զարմացնող, բայց զավեշտալի։ Պատկերացնում եք, պետության քաղաքացիների կողմից ընտրված պատգամավորը, ով իր աշխատանքները պիտի ծավալի օրենսդիր մարմնում, պետական բանով, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ստորադասում է եկեղեցուն։ Ես հասկանում եմ, որ ստեղ էմոցիոնալ առումով, հուզական առումով նենց բաներ կան, որ կարող է մարդիկ տրվեն դրան, բայց տեսեք, չի կարելի դա անել, որովհետև եկեղեցին հոգևոր կառույց է, իսկ մեր պետությունը ինքը աշխարհիկ է։ Մենք բանը չենք, Վատիկանը չենք։ Իմիջիայլոց ֆրինուզում հաղորդման ժամանակ Վատիկանը մի բան շփոթել Վենետիկ եմ ասել, ներողություն, ովքեր դիտում են հաղորդումը։ Լինում է, հատկապես իմ պարագայում շատ է լինում անունների ու տեղանունների մասով հիմնական հետևորդները լավ գիտեն, դա էլ իմ բնավորությունն ու տերությունն է, ոչինչ։ Իհարկե մտքում նկատի եմ ունենում այլ բան։ Հիմա Վատիկանը հոգևոր օրինակ կենտրոն է, այնտեղ Հռոմի Պապը նաև կառավարիչն է։ Մենք աշխարհիկ պետություն ենք, որը շարժվում է սահմանադրությամբ, ոչ թե եկեղեցու կանոնադրությամբ, հա։ Եվ գործունեությունը, պետական գործունեությունը այլ կերպով է առաջ գնում։ Եվ իմիջիայլոց ձեզ ասեմ, եկեղեցիների գոյության եւ նրանց աշխատանքի իրացման, ծառայության իրացման երաշխավորը պետությունն է հենց, պետության գոյությունն է հենց, չի կարա այլ կերպ լինի, այլ կերպ ինչ լինի ժամանակավոր է լինելու, ինչպես եղել են տարբեր կայսրությունների ժամանակ մեր եկեղեցիները, գիտեք երբեմն ինչ իրավիճակ, կամ գանք մեր ժամանակներ, որ ավելի հեշտ ընկալելի լինի ասածս, օրինակ, Արևմտյան Հայաստանի մեր պատմական հայրենիքում մեծաթիվ եկեղեցիներ են մի մասը քայքայվել, քանդվել, մյուս մասը հենց էլ դիտավորյալ քանդվել, դա նրա պատճառով է, որ տեղում հայկական պետություն չկա, հասկանում եք, կամ նույնը Ադրբեջանում, տեսեք, մի հատ եկեղեցի էին քանդում նորակառույց, ինչ աղմուկ բարձրացրեցիք, ինչու, որովհետև այդտեղ տեղում հայկական պետականությունը չկա, այնպես որ այստեղ այս 29743 քառակուսի կիլոմետր տարածքում մեր պետությունն է, ու այդտեղ եկեղեցի չի կարա քանդվի, չէ՞, որովհետև երաշխավորում է պետության եկեղեցու գոյությունը։ Այնպես որ պետությունը երբեք չստորադասեք բանից եկեղեցուց։ Այո, եկեղեցու գործունեությունը, Աստծո կատարելությունը, այն որ Աստված ստեղծել ամեն բան, այստեղ ես վիճելիք չունեմ, չնայած կարող են նաև լինել քաղաքացիներ, ովքեր չգիտեմ, աթեիստ են, բան են կամ այլ հավատքի են, դա էլ պետության ներսում սահմանադրությամբ սահմանված կարգով մեր քաղաքացիների ազատության մասին է։ Բայց հոգևոր ու բարոյական կողմը եկեղեցին ապահովում է, բայց պետությունն է, այ պետությունը այդ ամբողջ գործունեությունն ապահովում։ Առաջին անգամ դատում են, չգիտեմ, կաթոլիկոս։ Գիտեք, առաջին անգամ ասվածը այդ իրենց վախենալու բան չի, որովհետև ինչ որ մի օր մենք առաջին անգամ կրոնափոխ եղանք։ Եվ չգիտեմ, քրմերը նույն ձևով ասում են մեր ժողովուրդը առաջին անգամ կրոնափոխում է ու դառնում է քրիստոնյա։ Այդ առաջին անգամը ո՞րն է, հիմի լավ էր դա թե չէ։ Կամ այսօր եկեղեցին իմիջիայլոց Միքայել Խաչատրյանին ասեմ շատ երկրորդ անգամ է ելույթ ունենում, մեր հավաքանիներից է գնաց պատգամավոր ու բավականին հետաքրքիր է ելույթ ունենում, ու այսօր մի շատ լավ արտահայտություն արեց,
Ասած այդ որ ասում եք պետությունը եկեղեցու դեմ է, պետությունը եկեղեցու դեմ չի ու չի կարող լինել, որովհետև պետությունը բաղկացած է քաղաքացիներից ու քաղաքացիների ազատ հավատքը նույնպես պիտի երաշխավորի, ընդ որում սահմանադրորեն պետության սահմանադրության համաձայն Հայաստանից հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ դիրք ունի, այնպես որ դա չի կարող տեղի ունենալ, ուրիշ բան է, եթե փորձում եք ոման մեկին համեմատել եկեղեցու, դա ձեր գործն է, եթե ամեն ինչ այդքան պարզ է, թող գնա դատարան, այստեղ այլ հարց է մնում, իսկ եկեղեցին հայոց պետականությանը կողմ է թե դեմ, հայոց պետականության կողքին է, թե հայոց պետականության դեմ է, որովհետև նայելով վերջին տարիների եկեղեցու քաղաքական դիրքավորմանը, որը բացառիկ երևույթ է, որը առաջին անգամ է տեղի ունենում, այդ դրանից նույնպես վախեցեք, դե որ վախենում եք առաջին անգամ ասվածներից, դուրս եկել պետության դեմ ըստ էության, եւ պետության գործառույթներն է փորձում խաթարել։ Սկսված պատերազմի ընթացքում ռազմական հեղաշրջման կոչերից, իսկ Սրբազանի պարագայում այդ կոչը բավականին վտանգավոր է, կներեք Սրբազանը մի ամբողջ, ասենք, չգիտեմ, ինքը իր հեղինակությանը ծաղրանքով է մոտենում։ Սրբազանը լուրջ պաշտոն է եկեղեցական բանով, եւ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում քրիստոնյաներ են ապրողները եւ հիմնականում հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ապա դա, չգիտեմ, այ դա կարելի է դիտարկել եկեղեցին դուրս է եկել պետության դեմ, այ դա այդպես կարելի է գնահատել, բայց պետությունը չգնաց դրա հետևից, հասկանում եք, չցանկացավ մտնի այդ դաշտ։ Այլ բան է, որ իշխանությունը միգուցե, բայց պետությունը փորձեց դիստանցավորվել։ Ու հարցը եւս մեկ անգամ կրկնեցին, ինչին եւս մեկ անգամ դրական պատասխան տվեց տվյալ բանը, Սրբազանը։ Երկրորդ, այնի Սրբազանը պետության գործունեությանը, որն էր բանը սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, դրա դեմ մի ամբողջ շարժում էր սկսել, ընդ որում երկու դեպքում էլ այն Սրբազան կոչվածն էլ մյուսն էլ ասում էին, որ բացահայտ հայտարարում ու հրապարակում են, որ իրենք ունեն վեհափառի օրհնությունը, այսինքն Գարեգին բն ասելա արեք, ընդ որում ասելա օրհնում եմ ձեզ ձեր գործերում։ Հիմա սա ինչպես պիտի դիտարկվի, կներեք։ Եվ եթե падգամավորը դուրս է գալիս ու ասում է բանը եկեղեցին է ամենաբարձրը եւ պետությունը պիտի այ պետությունը եկեղեցին անջատեն, բայց եկեղեցին է ամենաբարձրը, այստեղ ազգային անվտանգային խնդիր է առաջանում, որովհետեւ պարոն падգամավորը Ռուբեն Մխիթարյանն էր, եթե չեմ սխալվում, դուք չեք նշանակվել Գարեգին Բ-ի կողմից, դուք ընտրվել եք պետության քաղաքացիների կողմից, իրականացնելու պետական գործին հարիր, քաղաքական գործին հարիր գործողություններ հանուն պետության, ինչը կարա բխի նաև բնականաբար եկեղեցու շահերից եւ առհասարակ բոլոր ոլորտների շահերից։ Հասկանում եք, թե բարդ եմ ձևակերպում, ես չգիտեմ։ Սա նոնսենս է, չի կարելի նման բան թույլ տալ, չի կարելի։ Որովհետեւ եթե դու պետությունը ստորադասես, դու քո ձեռով քանդում ես հենց քո նաև եկեղեցին, հենց քո մշակույթը, հենց քո ավանդույթը, ամեն ինչը, ամեն ինչի պետության, այդ ամեն ինչի երաշխավորը պետությունն է, որը այսպես կամ այնպես պիտի իրացնի իր պարտականությունները։ Եվ դուք ընդդիմադիր իշխանություն եք։ Դուք ո՞նց կարող եք պետության գործառույթները կամ ամենատարբեր երկրներում հայ առաքելական եկեղեցին հանդես է գալիս երբեմն հայցվորի դիրքում, երբեմն պատասխանողի դիրքում։ Կներեք, այդ մյուս երկրներում այդ պետությունները եկեղեցուց առավել են, Հայաստանում ստորադասվում է, ասենք այդ մյուս երկրների ապրողները ո՞նց են վերաբերվում Հայաստանին հիմա, կարող ենք հասկանալ, երբ որ այս ամեն ինչը փորձեն իրենք վերլուծեն։ Որ երկիրը կուզեք ասեք, Իսրայելից սկսած, Երուսաղեմից սկսած, որտեղ եք ուզում ասեք, ցույց տամ, որ այդտեղ երբևէ հայ առաքելական եկեղեցին դատարանում գործ է ունեցել։ Ինչ տվյալ պետությունը դուրս է եկած եղել մեր եկեղեցու դեմ, կամ առհասարակ մեր եկեղեցու իրավական բաժինը ինչի համար է։ Իրավական պատասխանատվությունը կրելու համար է իրավական գործընթացների։ Ուրեմն կան լինում են, չէ՞, իրավական գործընթացներ։ Կներեք, երբ որ մի մուրացկան տղայի
որ բանը որփանոց ես ռեալ դեպք եմ պատում, այս դեպքի մասին էլի եմ ասել կարծեմ, անգամ ես ժամանակին սրա հետ կապված, այս թեմայի հետ կապված ընկերոջս հետ ֆիլմ էինք ուզում նկարել։ Այսինքն ընկերս էր առաջարկել, ես սիրով պատրաստ էի այդտեղ անգամ անվճար աշխատանքներ իրականացնել։ Որփանոցում մեծացած երեխան, ով հետո աշխատանքի անցնում եկեղեցում, ու պահակի կարգավիճակում հացով ջրով պահում են, այտենց ձեռի հետ էլ ինքդ գանձանակից փող է գողանում ու ուղարկում է բարեգործություն մանկատանը։ Սա իմանում են եկեղեցում, այս տղայի գլխին մի դատաստան։ Իհարկե, այստեղ վիճելի է, էլի, ինչ որ բան կա, որ վիճելի է, չգիտեմ, ինքը շատ նյուանսներ էր, շերտեր էր իր մեջ պարունակում, առավելևս որ իր անունով ուղարկած չի լինում, ուղարկման մի հատ վերացական անուն ազգանունով։ Ինչ եկեղեցին դուրս էր եկել այդ ժամանակ այդ որբ տղայի դեմ, դատական գործ է։ Այս մեկնաբանությունները, այսինքն տեղին չեն ու դրանք պարակտիչ բնույթ են կրում հենց անձամբ ձեր կողմից։ Անձամբ ձեր կողմից։ Մարիա Ղարամանյանը դուրս եկավ, փորձեց ժամանակագրությունը պատմել, թե ինչից է ամեն ինչ սկսել։ Թե բա Փաշազադեն, ով ադրբեջանցիների հոգևոր առաջնորդն է, իմիջայլոց ստացել է նույն պարգևից, բանը Ալիևի կնգայի հետ հանդերձ, ինչ որ բանը, Գարեգին բան, Պուտինից, նույն բանն է, Կիրիլից։ Ուրեմն, ասում Փաշազադեն ասում ասեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է Ադրբեջանի համար։ Ու այդտեղից սկսվեց այս ամեն ինչը արշավը եկեղեցու դեմ։ Սա ասում է ազգային ժողովի նորընտիր եւ նորընծա մի падգամավոր, ով իր իսկ հրապարակման տակ մեկնաբանությունների դաշտում գրած իմ հարցին, մինչև այսօր մի հատ պատասխան է տվել, որից նորից հարցածակել ու մինչև այսօր չի պատասխանում։ Այդ Հայաստանի տարածքի հետ կապված ֆինտու ֆլուշկեքով պատասխաններն է դրանց, որին հեսայելի ինչին հեսայելի կանդրադառնա։ Ասում է Փաշազադեն դա ասեց, արշավը սկսվեց։ Ուրեմն դուք ստում եք, որովհետև եկեղեցականների կողմից ուղիղ արշավ է իրականացվել, քաղաքական արշավ, ընդ որում պախարակող արշավ, այսինքն ամբողջովին դեմոնիզացիայի, սատանայացման արշավ երկրի իշխանությունների դեմ քաղաքական դաշտում, ինչը կանոնադրությամբ, եկեղեցու կանոնադրությամբ, մեր բանի չէ, հասարակական կազմակերպության չէ, իրանց կանոնադրությամբ չի կարելի, չի թույլատրվում, չի կարելի ու վերջ, չի կարելի արկելված է դա, հասկանում եք։ Դուք ու ասեմ ոնց է, դա եղավ բանը, սահմանազատման պրոցեսը, կհիշեք, ինչից հետո այդ ջիհադիստների շարժումը ստեղծվեց, սրբազան շարժումը, հետո իրենց վայնասումներով բանով, հետո դրանից հետո ամիսների ընթացքում անընդհատ կրկնվում էր այդ պրոցեսները, ինչ որ Գալստանյան Բագրատը դուրս էր եկել առաջին պլան, ու տարածքային իսկապես բաներ էր առաջացնում, որ այսի հայկական տարածքայինի պատմական հայկական տարածքան Հայաստանն է, այդի բաներ, բայց դու բարձրաստիճան հոգևորական ես։ Եթե դու հարգանք չունես քո աստիճանակարգի հանդեպ, ումից ես հարգանք սպասում։ Նրանք էլ վերցրեցին, օգտագործեցին դա իրենց խոսույթում, ասեն աշխարհի հավատացյալները հավաքվեք, նու այդ բանի կրոնական առաջնորդները։ Նայեք ախպեր, սրանց կրոնական ներկայացուցիչները մեր պետության, որովհետև Փաշազադեն իրենց երկրում պետականամետ բանա կրոնական առաջնորդա, ոչ թե մեր օլուխի պես, հասկանում եք։ Եվ իսկ ամեն ինչ գնում էր դեպի օգոստոսի 8-ը, եւ այո, հատուկ կառույցները դրանց արդեն ասել են, որ Ամերիկայում փաստաթուղթ պիտի ստորագրվի խաղաղության, նենց արեք չեզոքացնեք դա։ Ու իրանք ճորտի պես դուրս էին եկել փողոցները, լեզուներին տիրություն չէին անում, ով ինչ ուզում խոսում էր։ Եղավ Մարիա Ղարամանյան։ Եկեք այն գրասենյակից, որտեղից որ ձեր շեֆերը հանձնարարականներ են ստանում, այդտեղ ուծեշկի աղբյուր ունենք, հանգիստ եղեք։ Կամ եթե պետությունը ստորադասում ես, դրանից առաջ կանգնում ասում եք Կտրիշ Ներսիսյան մի ասեք, ինքը անձնագիր ունի, որտեղ գրած է Գարեգին B։ Ինչ անձնագիր է բեր։ Այդ ինչ է անձնագիրը, ինչ է։ Անձնագիրը ինչ է նշանակում, եթե պետությունը դու ստորադասում ես։ Ում է պետք լինում այդ անձնագիրը։ Եթե դու պետությունը առաջնային դիրքում չդնես, Գարեգին B-ն խի պիտի անձնագիր ունենա, օրինակ։ Այսինքն հետևաբար անձնագիրը ենթադրում է տվյալ պետության քաղաքացի հպատակ, տվյալ պետության հպատակ, անկախ նրանից դու ով ես, ինչ ես, խի ես, դու հպատակն ես այդ պետության,
որտեղ որպես քաղաքացի դու ունես իրավունքներ եւ պարտականություններ։ Էդի քո վկայագիրն է։ Դա պատկանում է պետությանը, որը քո մոտ է։ Տվել է քեզ, ասել է ուր գնա, սա ցույց տուր, որպեսզի իմանան թե ով է քո տերը։ Ну, գետնի վրա։ Հասկանում եք, ո՞վ սրանից ավելի պրիմիտիվ փորձեմ բացատրեմ, որ որոշները կան Հայաստանը։ Բախի ունի այդ անձնագիրը։ Եթե եկեղեցին առաջնային են, այդ եկեղեցու վկայականով դե թող ֆրֆրա։ Հիմա կանք հես Ադրբեջանի թեմային անդրադառնալու ենք, վերնագրի երկրորդ հատվածը շատ կարևոր է, խնդրում եմ մինչև վերջ դիտեք։ Ուրեմն, հիմա կանք Հայաստանի Հանրապետությանը։ Էդ ինչ բերանից ծամոն սարքեցիք, սկսեցիք արդարանալ, բախի եք դուք մտածում, որ մենք չենք ընդունում Հայաստանը, այս ինչ հարցեր եք մեզ տա, բա ինչ մտածենք։ Կներեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի որպես, ինչ պիտի մտածեն մի քաղաքական ուժի հանդեպ, ով մանիպուլացնում էր հասարակությանը, որ օրինակ, բանա, երբ որ ասում էին, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագածն է, դուք մանիպուլացում ասում եք, Արարատը մերժում են, տեսեք, ուրանում են Արարատը։ Լսեք, տղեր, Արարատը մեր հայերիս խորհրդանիշն է, գտնվում է մեր պատմական հայրենիքում, բայց այդ պատմական հայրենիքի տարածքն էլ ինքը իրանով Թուրքիայի Հանրապետության տարածքում է։ Դա Հայաստանի Հանրապետություն չի։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը ո՞րն է։ Արագածն է։ Ասեք, ինչ են ասել։ Նայեք, արգելելու են շուտով նայել Արարատին։ Ասենք, հա, հեսա պատ են շարելու, ով է գիշեք դուք։ Դրա համար ենք հարցնում, ասում ենք ախպեր ջան, կամ կանգնում ասում եք Կզել Հաջիրին մեր հայրեն բանն է, Հայաստանն է։ Ասում ենք ախպեր, կարող է այդ տարածքներում պատմականորեն շատ ավելի վաղուց ապրել են հայերը, ու դա հայերի էթնիկ բնակության վայրն է։ Նույնը Արցախը, նույնը ոչ միայն Լեռնային, այլ նաև Դաշտային Արցախը։ Բայց ախպեր ջան, Ալմաթիով Հայաստանը իր անկախությունը ձեռք է բերել Ալմաթիի հռչակագրով։ Եթե դեմ եք սրան, ասեք։ Չէ, ասում եմ, դեմ չենք։ Ոնց որ թե։ Մենք ախպեր բայց հռչակագրով Կզել Հաջիրին Հայաստանինը չի։ Եվ պրոցեսները գնում են։ Եթե դուք նեցուկ լինեք, աջակցեք, օգնեք, այս պրոցեսները խելքի տանք տենանք մի քիչ ավելի ճիշտ ու արագ տեմպով ոնց կարելի է ինչ կա ձեր ներուժը օգտագործեք, չգիտեմ, ձեր կապերը մյուս, այն ջերմուկից էլ այնյան նրանք կգնան։ Շուտ կհասնենք հյուսիսից դեպի հարավ։ Հիմա ասում եք Կզել Հաջիրին որտե բանա, ում պետության մեջ է։ Հիմա այդ որ ասում ենք ձեզ ասեք կեկտիվը, նաև դրա համար ենք ասում, որովհետև ձեր նարատիվները հակապետական են։ Չեմ ասում հակազգային, հակահայկական են, հակապետական են։ Եվ գիտեք, ես արդեն նորմալ եմ վերաբերվում դրան, որովհետև ձեր ուղեղի մեջ պետությունը որպես այդպիսին նստած չի։ Ձեր ուղեղի մեջ Հայաստանը նստած է որպես բան, որոշակի տարածք։ Եվ այո, որոշակի տարածք։ Այդպես է ձեր ընկալման մեջ։ Եվ դուք փորձում եք ձեր բանին էլեկտորատին հասցնել, գիտեք որ միտքը, որ այն մենք այսի կոպիտ ձևակերպում է, իհարկե դուք բառացի տենց չեք ասում։ Այլ մենք դեմ ենք սահմանազատմանը, որտեղ ունենք հույսեր, որ էդի կմեծացնենք, էլի ինչ որ բանի։ Այն մարդիկ էլ, ովքեր զգացմունքային մարդիկ են, ասում են իսկականից, բայց խիա պետք է դնելու բան։ Այստեղ եք դուք փորձում գցել իրանց։ Առանց հասկանալու, որ եթե դու չես ընդունում քո սահմանը, քո հակառակորդը հատկապես չի ընդունի քո սահմանը, դա հնարավորություն է նրա համար, նույնպես որոշակի տարածքային վեճերի բռնվի քեզ հետ։ Սա է խնդիրը։ Հիմի Ալմաթիով նախկին սովետական պետությունները եկած Ադրբեջան հողը չկան, չգիտեմ ինչ ես ասում, չեմ հասկանում ինչ ես ասում։ Նախկին սովետական երկրները, երբ որ փլուզվեց սովետական միությունը, Ալմաթիի հռչակագրով ձեռք բերեցին անկախ իրենց անկախությունները։ Եվ Հայաստանը նույնպես ձեռք բերեց իր անկախությունը եւ Ադրբեջանը նույնպես։
Պարզապես ընդեղ Արցախում առաջացավ Արցախի հարցը, որովհետև Արցախը մինչ այդ ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում։ Եվ քանի որ տեղի ունեցան զուգահեռաբար Սումգայիթի ու Բաքվի ջարդերներ, առաջացավ իրավունքի ու անվտանգության խնդիրը։ Լավ, հիմա ինչ պիտի անի այս ժողովուրդը։ Ինչ է իմիջիայլոց Գերամ Մանուկյան, այսօր դուրս է եկել ասում էր, երբ որ 98 թվականին, նայեք ինչ է խոսում, ադրբեջանցիները եկան մեզ հետ հանդիպելու ադաշնակցության հետ, չգիտեմ ինչ շրջանակներում, այդ չի ասում, բաներն են, նայեք, ծայրահեղականներն են, էլի, բայց լավ է, դες բան դիալոգների մեջ են եղել, մոտիկից ադրբեջանցի են տեսել, ասում ու զրուցում ենք, իրենք բաներ չէին անում, որ չեն էլ ընդդիմանում տիպը, որ Ադրբեջանը հայկական հող է, բանը, Արցախը հայկական հող է, բան պատմական եւ այլն։ Իրանք անգամ դրա մասին չեն էլ խոսում։ Հետո ասում է, անգամ չեն էլ խոսում, որ տարածքային խնդիր կա Հայաստանի հետ։ Ասենք, Գեգամ Մանուկյան, դա լավ է, այդ գիտեք, երբ որ մտնում եք անցյալի խորքը, դուք պիտի ամեն ինչը հավասարաչափ հետ տանեք այդ թվական։ Իսկ 98 թվականին, այո, դեռևս Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէր զգացվում, որ տարածքային վեճ կա, միջև որ եկավ Ռոբերտ Քոչարյանը ու Արցախում արցախցիների իրավունքների ու անվտանգության խնդիրը բերեց դրեց Հայաստանի ու Ադրբեջանի մեջ տարածքային վեճի տիրույթում։ Դա եղավ 98-ից հետո, հա, 98-ից եկած ադրբեջանցին մատից հոտա քաշելու թե հեսա բանը Քոչարյանը իրան ինչ նվեր անելու։ Չկար այդ խնդիրը, բայց ենք ասում։ Ու գնալով ու չեմ ասում ես ամեն ինչի մեղավորը Քոչարյանն է, Քավլիցի։ Այստեղ ինչքան հետ գնանք, միևնույն այդ խնդիրը կա, ու այն ամենահետից ինչքան առաջ գանք դեպի մեր օրերը, ամեն անգամ ավելի վատ իր պայմանները։ Մենք մշտապես չգիտես ոնց Արցախի հարցով բանակցությունները մշտապես եղել ենք պարտվողի դերում, դիվանագիտական դաշտում։ Բասումը ոնց եղավ այդ հարցերը տենց եղավ։ Մի կողմից եկել են, ասում են Հայաստանից տարածքները զիջում։ Բոլորը եք լսել այդ խոսքը։ Դա անընդհատ զիջում է տարածքները զիջում Հայաստանից, ասում ես լավ, մի րոպե, որդի։ Արի մի հատ շունչ քաշի, միասին շունչ քաշենք։ Նախ ջերմուկի դիրքերը ներքին հանդիուղությամբ որոշ տարած, դա չի զիջվել։ Չի զիջվել, զիջելը ուրիշ բան է։ Եղել է ռազմական գործողություն։ Ռազմական գործողության արդյունքում նրանք այդ տարածքները զավթել են։ Չի զիջվել։ Եվ այդ տարածքները պիտի հետ վերադարձվեն։ Կա երկու տարբերակ։ Մեկը դիվանագիտական ճանապարհով որն է, որի մեխանիզմներից մեկը սահմանագծումն ու սահմանազատումն է, եւ երկրորդ տարբերակ ռազմական գործողությունով հետ բերելը։ Իմիջիայլոց ռազմական գործողությունը նենց չի, որ հենց սկսես ուրեմն երաշխավորումա, որ դու հետ կբերես։ Կարող է դեռևս հակառակ բան նշանակի մի բան է, հասկանում ես։ Դրա համար է պետք է ամեն ինչը ամրացնել։ Եվ այո, երբ որ ասում 29743, նաև այդ զատված տարածքների հետ ասում, բայց ինչի հետ ասում։ Մեկ էլ դուրս եկե, բա կարող է դա 43 չի, 45 է, կարող ես ինչ իմանամ։ Արա, քո պատկերացմամբ, լավ, Ջանդամ, ես տնեմ իմ պատկերացրած Հայաստանը եւ միջազգայինորեն ճանաչված սահմաններով Հայաստանը մի կողմ։ Արա դուք ձեր պատկերացումով ասեք, ախպեր Հայաստանը որն է։ Որն է Հայաստանը։ Իսկապես, հեսա մարդ եք հանելու փոխնախագահի տեսքով, նախագահի տեղակալի տեսքով նստածեք այդտեղ, այնտեղ վերևը դրած է Հայաստանի քարտեզը։ Դրա տակ պիտի նստի աշխատի։ Նրա համար ընդունելի է այդ ամեն ինչը։ Ձեր Հայաստանը ո՞րն է ձեր ասած։ Գոնե դա ասեք, իմանանք, չենք ասում թող համընկնի մեր ասացի հետ։ Ախպեր չէ, ասեք ախպեր ջան, մերժեք, ասեք էս է մեր իմացած Հայաստանը։ Թող Տիգրանաշենով, թող ամեն ինչով, ո՞նց եք ասում, դա Տիգրանաշենով, թե առանց Տիգրան։ Ախպեր դուք ձերը ասա։ Քո ընտրողներին արա Ջանդամ, ես էլ Ջանդամ, քո ընտրողներին, որովհետև քո ընտրողները կյանքը սուտում են մեկնաբանությունների դաշտում, արա։ Դուք այդտեղ մուտիտը գցում եք, ես եմ ընկնում դրանց պատասխանելով, արա։ Ասա քո ընտրողներին, որ ես էլ հենց արցնեն, ասեմ ախպեր, էսա ձեր պատասխանը։ Էսի քո ընտրած մարդը, ես էլ ձեր պատասխանը, արա։
Հիմա սրանք այնքան են տարվել, այսպես կոչված արևմտյան Հայաստան եզրույթով ժողովուրդ ջան, որ դարձել են դրա կրողը կարծես թե։ Կհիշեք նախընտրական Քարոզ Շահշավի շրջանակներում լուրեր արևմտյան Ադրբեջանից, տենց մի հատ նմանատիպ վերնագրով կապիկություն էր իհարկե, արհեստական բանականությունով սարքած ինչ որ տեսահոլովակներ էին շրջում, տարածվում, բան, ասենք, Ծիծեռնակաբերդում յանի ոնց են մեջից սարքում ու այնտեղ իբր ադրբեջանցի գեներալի եսի ինչա խոսում են, աշխարհով ընկած կլինի այդ օրերին։ Լուրեր իբր տենց էլի։ Ուրեմն, հստակ հարց, խառախշտիկ պատասխան, խնդրեմ։ Սա Նարեկ Կարապետյանի ճեպազույցները Երևանից մի րոպե Մի րոպե ժողովուրդ ջան, սանցանը որ մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը։ Ես Կարապետյան կներեք մեկ հարցեր ես տամ Քարզաշավի շրջանակներում մենք տեսնում ենք որ հոլովակներ է տարածվում արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Կներեք հարցը այդտեղ դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածմանը, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չներողություն ինչու՞ չեք պատասխանում։ Ներողություն ինչու՞ չեք պատասխանում։ Կասեք ինչու՞ չեք պատասխանում։ Ես ասացի որ հետագայում ձեր հարցի հանդես կգանք։ Երբ հետագայում այսինքն դուք հիմա չգիտեք դուք ֆինանսավորել եք դա թե ոչ։ Բարձրաբանումով հանդես կգանք։ Ասում է, մի րոպե, եկեք մի հատ է։ Այստեղից նայեք, դատել նայեք։ Որպեսզի մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը։ Ես Կարապետյան կներեք մեկ հարցեր ես տամ Քարզաշավի շրջանակներում մենք տեսնում ենք որ հոլովակներ է տարածվում արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Կներեք հարցը դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածմանը, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չներողություն ինչու՞ չեք պատասխանում։ Ներողություն ինչու՞ չեք պատասխանում։ Կասեք ինչու' չեք պատասխանում։ Ես ասացի որ հետագայում ձեր հարցին հանդես կգանք։ Երբ հետագայում այսինքն դուք հիմա չգիտեք դուք ֆինանսավորել եք դա թե ոչ։ Բարձրաբանումով հանդես կգանք։ Ասում է, այդ նյութերը, որ պատրաստվում ու տարածվում են, որպես լուրեր արևմտյան Ադրբեջանից, դուք ֆինանսավորել եք այդ նյութերը պատրաստելուն կամ տարածմանը աջակցել եք, որ լավ տարածվի այդ լուրեր արևմտյան Ադրբեջանից տեսահոլովակները։ Ասում է, մենք հանդես կգանք պարզաբանմամբ։ Ասում է, պարզ հարց է։ Ասում է, այդ հոլովակները, որ նախընտրական Քարոզ Արշավի ժամանակ տարածվում էին։ Դուք դրա ֆինանսավորմանը կամ տարածմանը, դրա պատրաստմանը կամ տարածմանը ֆինանսավորել եք, աջակցել եք այդ պրոցեսին։ Ասում ձեր հարցը հասկանալի է։ Հանդես կգանք պարզաբանմամբ։ Մի հատ էլ եկեք լսեք։ Այդպես մեր աշխատանքի, իր աշխատանք, բոլորիս աշխատանքի արժեքն է։ Ես Կարապետյան կներեք մեկ հարցեր ես տամ Քարզաշավի շրջանակներում մենք տեսնում ենք որ հոլովակներ է տարածվում արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Կներեք հարցը դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածմանը, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չներողություն ինչու' չեք պատասխանում։ Ներողություն ինչու' չեք պատասխանում։ Կասեք ինչու' չեք պատասխանում։ Ես ասացի որ հետագայում ձեր հարցին հանդես կգանք։ Երբ հետագայում այսինքն դուք հիմա չգիտեք դուք ֆինանսավորել եք դա թե ոչ։ Բարձրաբանումով հանդես կգանք։ Կարապետյան, եթե Արամ Արթևանյանի չափի մեծամասնությունը դուք ներքին իր տեխնացությունը կառաջադրեք, թե ուրիշ տեխնացու կառաջադրեք, թե այլևս։ Պատկերացնում եք։ Չէ, մենք գիտենք, որ դա իրանց արածն է, հարցը դա չի։ Ու այս հարցը որ տալիս է Նարեկ Կիրակոսյանը շատ լավ էր անում։ Մենք գիտենք, որ դա իրանց արածն է։ Եվ իրենք ավելի շատ արդեն գիտեք, այնքան են մտել այդ կերպարի մեջ արևմտյան Ադրբեջանի թեզի տարածման, որ կարծես դարձել են արևմտյան Ադրբեջան խոսույթի իրավապաշտպանները, համարյա թե զինվորները։ Ու երբ որ դու այդ խոսույթի դեմ արևմտյան Ադրբեջան խոսույթի դեմ ուզենաս կռվես, իրանց կենթանի պատնեշին կհանդիպես, հասկանում եք։ Այսպես միսու արում են դրել։ Ու ֆինանսավորել, տարածել, մանիպուլացնել մարդկանց, որպեսզի ընդհանրապես նրա համար, որ մի մանդատ ավել ունենան, չգիտեմ։ Այս ինչ է։ Ասում եմ հանդես կգանք պարզաբանմամբ։ Նարեկ Կարապետյան, լավա չես ասում, թող բոլորը այդ հարցը տան վերջացնեն։ Հենց վերջացնեք, ասեք, որ ես պարզաբանում, Էդգար Ղազարյանի նման։ Ասեմ, անկեղծ եմ ասում, ձեր ուժը ինձ համար համարվում է հայ սակրավորների մահը կամեցող ուժ, առնվազն։
Եվ բնական է, որ հարգանքի բանից չեմ կարող ես ձեր հետ շփվել, քանի դեռ դուք բոլորը ներողություն չեք ասել արդեն։ Ինչ նշանակում բանը Վարդևանյանին էլ հարց են տալիս, երեկ էլ ենք անդրադարձել դրան։ Ասում է, եթե ես իմանամ, որ մեկը կա նեղվել է, ես ներողություն կասեմ։ Մեկը չէ, վաշտերով ասում եմ, անցել են արդեն վրեքներով էլ։ Վաշտերով։ Դուք ու Էդգար Ղազարյանը այդքանից հետո ասում է, դե ես ասում է, սպասում եմ, երբ որ բոլորը այդ հարցը տան վերջացնեն, նոր կհելնեմ կպարզաբանեմ։ Ես անգամ չգիտեմ, ձեր ներողությունները արդեն ժողովուրդը կընդունի, թե չի ընդունի։ Արևմտյան Ադրբեջանի լուրերն է, էլի։ Իրանցը։ Իսկ ինչի պիտի ամաչի Վարդուշ Թորոսյան ջան, ինչի պիտի ամաչի։ Իրանք Արևմտյան Ադրբեջան թեզի կարողները լինելով, այդ թեզի պաշտպանները լինելով, բնական չի, որ պիտի հայսակրավորի մաներ կամենան։ Բնական չի, որ կարող են չընկալել, թե ինչքան են իրանք կտրված իրականությունից, հասարակության տրամադրություններից, հասարակության խնդիրների ծագումնաբանությունից, բնական չի։ Եթե քաղաքական ուժեր են, քաղաքական գործիչներ են կոչվում, նայում ես հաղորդումների ժամանակ նստած, խոսում են ծաղրանքով, խոսում են տատիկ պապիկների անատամ լինելուց։ Ամենից նատամները թափած բանկան տես գալիս են Նիկոլին սատարում են բան։ Այսինքն եթե դու իրենց չես սատարում, սատարում ես մեկ ուրիշ քաղաքական ուժի, քո արտաքին տեսքը, քո անատամ լինելը անկախ քո տարիքից ծաղրանքի բանը։ Այն որ իրանց կառավարման ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ես եղել ու ատամները չես կարողացել սարքել, որովհետև չէիր կարա դու այդ փողը ունենայիր, նշի հիմա դրածա, բայց այն վաղ вообще չէիր կարա ունենալ։ Դա իրանց համար մտահոգություն չի։ Դա իրանց համար շնորհակալություն արգելիս։ Դա իրանց համար ծաղրանքի առարկա է։ Նարի Արևջան անչափ շնորհակալ եմ, այս սուպեր շնորհակալության համար, ես չգիտեմ էդի ոնց է ինչա, բայց հասկանում եք ժողովուրդ դուք ծաղրել, ես լինելով այս տարիքին, ես ունեմ դեռ ատամների խնդիր, որովհետև երբեք ես իմ վաստակացը հլը ես իմ տուն էլ չեմ բերել, ես չեմ կարողացել այնքան գումար հավաքեմ, որ ինքս էլ ես իմ տարիքում, ընդ որում դրանք փչացել են ձեր պահած բանակում, 18 տարեկան առողջ գնացել ենք բանակ, 20 տարեկան եկել ենք հազարատ հիվանդությունով, որոնք այս տարիքում են ավելի շատ զգացնել տալիս, ու դու մարմնիդ վրա սկզբնաղբյուրը զգում ես որտեղ է, այդ չեք եղել, ու հիմա նստել ծաղրում եք, դուք քաղաքական գործիչ եք ձեզ համարում, մեկը դուրս է եկել պետությունն ստորադասում եկեղեցուն, մյուսը դուրս է եկել ասում է գեներատորները շատ ավելի թանկ ու կարևոր էին, քան կամավորների ու զինվորների կյանքը, ձեր վեհապարը տես բաներ, ձեզ սովորացնում, հիշեցնեմ, եկեղեցին հոգևոր և բարոյական դաստիարակության քարոզիչն է, բանն է, այդ առումով, ու էսա ձեզ սով, դրա համար է պիտի յոլոպուկիները հեռանան ընդեղից։ Ես այսօր, ես չգիտեմ, ես իսկապես տեղյակ չէի, որ Թագուհի Ղազարյանի հայրն ու եղբայրը կամավորներ են եղել ու պատերազմին մասնակցել են, որովհետև երբեք դրա մասին չի խոսացվել։ Շատերին գիտեմ, էլի համեստաբար լռում են Իրանը, իսկապես լրիվ անտեղյակ է։ Արես աղջիկը նայեք ոնց է հուզվում Վարդևանյան, դու ես չգիտեմ, ԿՊ-ն պիտի այս Վարդևանյանի նշանակի բան, տեղակալ նախագահի, որ այս մարդուն Էսի Թագուհի Ղազարյանը ով պատգամավոր ու հիանալի քաղաքական գործիչ, հիանալի, ֆենոմենալ երևույթ է։ Ես այս վերջին շրջանում իրան շատ եմ հետևում, թե իրան թե Մարիա Կարապետյանին։ Ուրեմն հասնես նրան, որ մարդը հուզվի անգամ խոսքի ժամանակ արդյունքները չկարենա զսպի, քո մի հատ ապուշ արտահայտությունից, ու դու պատկերացրու, դուք ով եք, էլի մի հատ եկեք լսենք, էլի ժողովուրդ ջան։
Էսի գիտեք, երեք ես այս թեմային իհարկե անդրադարձել էի, կներեք, այս թեմային անդրադարձել էի երեք։ Գիտեք, նույն բանն է գրեթե ասում, որ ձեր այդ որ ասում եք բան են կարել, եսի մինչեր են արել, Սամվել կար, այնքան բան ինչքան Սամվել Կարապետյանն արել Արցախի համար ոչ ոք չի արել։ Ես երեք դրա մասին այսօր էլ հաղորդման անդրադարձել եմ։ Այդ որում նա ունեք Գառնիկ ինչաներ Դավթյան, հա։ Նա որ մեջկով է նստում, բան անում, կապիկություններ անում։ Այսօր էլ դուրս եկավ ասեց, օրա լուրջ եմ ասում, մի մոմենտ լարվեցի անգամ։ Իր ելույթի մեջ ասում դուք պիտի շնորհակալություն հայտնեք, որ Սամվել Կարապետյանն ասում ռազմական օգնություն է տրամադրել Արցախին։ Օր լուրջ եմ ասում, մի պասի մի րոպե էլ։ Որովհետև գիտեք Արցախի հետ կապված նման բանը արածում կարող է եղել է, ես չեմ իմացել, իսկապես մի պահ ինձ ված զգացի, էլի։ Որ սաղ ես մի տարվա խոսացածս մտքովս անցավ, արածում եմ մարդը փաստորեն սենց բանը արել, ես տեղյակ չեմ եղել, եթե պետքա ճշգրիտ, եթե սենց բան կա, լուրջ եմ ասում, ես այդ քաղաքական առումով Սամվել Կարապետյանի անունը չտամ, որովհետև անկախ իր հանցավոր գործունեությունից այս հանգամանքը իմ լեզուն շատ է, էլի կապելու, հասկանում եք։ Մեկ Մարիա Ղարամանյանը եկավ, բան շտկեց, ասեց ռազմական չէ, հումանիտար։ Իմիջիալոց ասել եք ԿՊ-ն պիտի շնորհակալություն հայտնի, տեսնում բան, այս ԿՊ-ն պիտի շնորհակալություն հայտնի, ԿՊ-ին նա օգնել, որ ԿՊ-ն շնորհակալություն հայտնի։ Ոչ Պարզվեց հումանիտար, ու ես ասվում եմ, այսօր հաղորդման շրջանակներում ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Արա այն մի հատ չունե, որ ընտանիքի երեխեն, ով տեսնելով, որ դպրոցում ով ինչ կարա հավաքումա, որ ուղարկեն զինվորներին, իրա բուլկու փողը, որ տվել է, նա սնիկերս առել, բերել դրել այդ արկղի մեջ, որ գնա պատերազմի մասնակիցներին, դա ինձ համար միլիարդապատիկ ավելի թանկ բան է, քան Սամվել Կարապետյանի բոլոր ժամանակները բոլորին արածները։ Հասկանում եք։ Ես ինչերից եք դուք խոսում արա։ Ինչերից եք դուք խոսում։ Ես էլի եմ հաղորդման ասել։ Հիմա էլ եմ, ու շատ եմ ասելու, դե որ տենց է։ Արա, երբ որ դրսերը ընկած պատերազմից հետո որ վիճիցիլի բոլորը հիասթափվել էին, բայց արյութ է որ մարդիկ կան ձների մեջ կանգնած, կամավորներ կան, դրա ժամանակը չի հիասթափվելու։ Խնդրում եք ձեզ, աղաչում եք ձեզ, ձեզանից շատերը արձագանքում են խնդրանք աղաչանքից, շատերը ծանրագույն վիճակում եւ այո, թեկուզ այդ զգացմունքներով հիասթափվել Բերում եք ձեր եղածը տալիս եք տանում հասցնում էի, այդ եկած մարդկանց մեջ լինում էին մարդիկ, որ բերում են իրենց աջակցությունը, որ ուրիշ ժամանակ բացառվում է մատով կպնե վերցնել, որ նայում են, ասում են, մեկը լինի քեզ օգնի ախր, քեզ աջակցի, դու քեզ բերել ես, էլի, բայց վերցնում է անկնում, պնդուցնում է երուսուս, ամենեն անկեցամբ, առաջնային էր այդ պահին, դիրքերում կանգնած տղի վիճակը, սենց ասեմ։ Ինվալիդ աղջիկ, հաշմանդամ աղջիկ, խնդրել է, կին, ասում որ խնդրեմ, էլի ես չեմ կարողանում տանից դուրս գամ, շարժունակության խնդիր ուներ, ապրում էր իր հաշմանդամության բանով, թոշակով, որոշակի գնումներ էր, խնդրել էր իր փոխարեն իրականացրել են, ասում որ խնդրեմ, կներեք դժվարություն պատճառելու համար, տղաք դուք մեր տամբակ, ես դա փոխանցեմ ձեզ, էլի մեր տղերքի համար, արա տատին, ճապնարտայից տատիկ, եկել է, գործած գուլպեքը ձեր ռազմագներ ջան, չգիտեմ պետք կլինի թե չէ, բայց ես ուզում եմ, որ եսի հասնի տղերքին։ Արա հասկանում եք, սա է հումանիտար օգնություն, արա, ուրեմն որ գնացել եք ձեր արևին վեհապար սատարելու, իրա հասակ, այդ եկեղեցին ենք պրդում, մտահասվածաշունչը բացեք, տեսեք, չեղած տեղից տված կոպեկը Քրիստոսը ինքը ոնց է գնահատել, եղած տեղից տված քսակով ոսկուց ավել, ամբողջ պատմությունը կա այդ գրած։ Դուք եկել եք ասում եք հումանիտար աջակցություն, իտո չգիտենք ուրա գնացել, չգիտենք, ես չգիտեմ, բոլորն էլ կարան ասել, էլ ոչ Արցախը կա, ոչ էլ այդ ժամանակ համակարգող կար այդ ամեն ինչը, հենց հիմա ցանկացած մեկը կարա ելնի ասի իրեք գրուզավի բանը, հումանիտար օգնություն եմ ուղարկել Արցախ, մեկը ով է հաստատել։ Հիմա ելել ասում են, սա մեկ, որ չգիտենք, երկրորդ, եթե անգամ արել է, գնացեք վիճակների պատվալներից նանեք, հետո ինչքան ձեր այդ ընդհանուր ուղարկած հումանիտար օգնություններից է, որոնք որ սախում են արցախցիների վրա շրջապատման ժամանակ արա։ Դուք եկել եք ում աչքն եք ինչ մտցնում։ Հետո հենել են տուրբո գեներատորների մասով հաց են տալիս։ Շատ հանկարժեք ու ընդեղ հանցավոր սխեմա կա։ Դուրս եկել իր արևին նայեք ինչ արտահայտություն անում, նա ավելին նարել քան ցանկացածը։
ու դուրս եկա, այ հիմա Թագուհին Ղազարյան ինչ որ ասում է, բոլորով նա փորձեք բոլորով պատասխանել այ հենց այս խոսույթին։ Սա իր ելույթի այդ հատվածն է ընդամենը։ Որովհետև ես մենք փող չունենք, իմ ընտանիքը փող չունի, որ տար Ղարաբաղին իսկապես իմ աշխատավարձով է ապրում իմ ընտանիքը, բայց իմ հայրը ակնհայտորեն ոչ երիտասարդ տարիքի, որտեղ իմ հայրն է։ Իմ հայրը կամավորագրվել գնացել եւ մինչեւ վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում։ Իմ եղբայրը 44 օր կրվել է պատերազմի դաշտում։ Ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել, որտեղ ճիշտ է ծանր ապրումներով, ճիշտ է դժվարությամբ, բայց իմը վերադարձել են։ Այդ ապրումները պետք է ունեցած լինել, որ այդ զգայունությունը ունենալ մարդկանց հանդեպ հասկանալ։ Ես օրս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ես օրս ոչ թե հիվանդանոցներում, ես դիահերձարաններում եմ փնտրել։ Դուք ուզում եք ասել, որ այդ ավելի կարևոր է։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Ես համաձայն չեմ, որ փողով պետք է չափել, թե ով ինչ է տվել Ղարաբաղին։ Դուք դա ասում եք, որտեղ դուք այդ փորձառություն չեք ունեցել։ Այո։ Հույս ունեմ, որ դուք դա նկատի չեք ունեցել։ Ուղղակի այդ հույս ունեմ, որտեղ մարդիկ ձեզ լսում են։ Մարդիկ ձեզ լսում են։ Այս սոցիալական խմբի մարդիկ, որոնք իմ հարազատներն են, որոնց ես եմ պատկանում։ Այսքանից հետո հույս ունեմ, որ դուք դա նկատի չեք ունեցել։ Այդքանից հետո չի փորձում ամբողջը մեղադրական ելույթ դարձնի։ Փորձում անգամ փրկի այդ վատ վիճակում հայտնված Արեն Վարդևանյանին իր դուրռակ արտահայտության համար։ Այսքանից հետո դուք այ ձեր Հայաստան դաշինքով ժամանակին Վարդևանյան որտեղ որ կայդուկ գոյատևում էր։ Ուժեղ Հայաստան դաշինքում մեծ տարբերություն չկա, նույն բաներն եք։ Նայում ես, ասում եմ մեզի նախկիններ կա մի արեք, է բան։ Նայում ես նախկինների տղեկն են, սանիկներն են, բայց Ջայր Զազդանն է նախկինները, ոչ ճանենք։ Ուրեմն նախ փորձեք պատասխանեք սրան։ Ու երկրորդ դուք նոյեմբերի 9-ից սկսած մինչև հիմա ընդ որում то ձեզանից շատերը իրենց բերանով հենց իրենց դեմքով շատերը իրենց տարածած կռիսական խոսույթով որ ձեր սատարողներն են հիմա որտեգրել ու կրկնում ձեր աննասունությունը այս աղջկան կպեցա որակել եք թուրք դավաճան ժեղ դուք ինձ ինչ որակումներ եք տվել այդ ձեր մուրը ձեր գլուխ արա ես իմ խղճի առաջա դուք կպեին հանգարտ չունի հիմա փեշերը սկսում են պտը դուք ասել եք թուրք դավաճան ժեղ թուրքեր արցախազդողներ կապիտուլյանտներ այս աղջկան ում հերն ու աղբերը 44 օրյա պատերազմ են եղել ով իր հորը հիվանդանոցներում չի փրկել է մորգերում ապընտրել հարկասու ոնց որ ասել ցավոք սրտի շատ հայորդիներ չհասան իրանց օջախներին դուք այսօր Են ձեր Արծվիկ Մինասյանն էր շուշուտ զարմացած հայացքով գալի կայնում համար մեկ ամբիոնի մոտ ու ասում այ դուք բան եք ատելություն եք սերմանում ինչու է այսքան ատելություն մեր երկրում Բայց մի հատ հետ տվեք նոյեմբերից 9-ից հետո չնայած դուք մեկ նայեք էլի չեք հասկանա դուք Թագուհի Ղազարյանից ելույթից հետո էլ չհասկացաք որովհետև այո դուք այդ ցավի ու ողբերգության հետ ուղիղ առնչություն ուղիղ կապ չեք ունեցել Ուղիղ առնչություն ուղիղ կապ դուք մատերիալիստներ եք Ձեր արժե համակարգը դա է փողը Այ դրա համար եք մինչև հիմի անկած հարցեր տալիս Արա դնելին ինչքան են տալիս որ սենց խոսում է այն մեկին ինչքան են տալի որ սենց անում է դուք չեք հասկանում որ կարա մարդու համար կարևորագույն այլ բաներ լինեն մինչև փողն ու պաշտոնը Ձեր պարագայում հակառակը Հասկանում եք, այս երբ որ ասում եմ հասարակությունը բազմաշերտ է, ուրեմն որ ասում են համախմբում, տես բան չի կարա լինի, ես ոչ թե պեսիմիստ եմ կամ ասում եմ, հանգարտ չլինի, չէ, չի կարա լինի։ Ասենք ես ու Վարդևանյանը, նույն պետության քաղաքացիներ ենք, մենք կարանք շատ համախմբված ձևով պետական արժեք ստեղծենք, այսինքն հարկ վճարենք մեր պետությանը, վերջ։ Բայց արժե համակարգային տարբերությունը աչք է ծակում։ Իմ մենտալիտետն ու Պողոսի մենտալիտետը, Պետրոսի մենտալիտետն ու իմ մենտալիտետը տարբեր են։ Չեմ ասում, որ նա լավ որևէ։ Ձեր պարագայում դուք ինքներդ որոշեք։ Ու դուք այսքանից հետո լինելով մատերիալիստներ, ասում եք ժողովուրդ Գարեգին բան ամենայն հայոցն է։ Ու ուզում եք որ ժողովուրդը հենց այդպես են ընկալի։ Չի կարա։ Տեսեք Մեր հասարակության մեջ
կա մի շերտ, ովքեր դրական վերաբերմունք չունեն այս պրոցեսներին Գարեգին Բեի շուրջ կատարվող, բայց նրանք չեն էլ կիսում ձեր քաղաքական գործունեությունը եկեղեցի փրկելու հարցում, ճակերտավոր փրկելու։ Բերնում խոսում եք, ասում եք, այս սահմանադրության պետությունն ու եկեղեցին անջատ է։ Լավ։ Ասում եք, ախպեր, բա ինչ է նշանակում կոնսենսուս մինուս 1-ը։ Երբ երկրի 3 նախագահներ եւ կաթողիկոս կոչեցյալ քաղաքական դիրքորոշում են հայտնում։ Քիթը խոթում է, թե ոչ պիտի պետություն։ Բա ինչ գործ ունի եկեղեցու պատերին Հայաստան Դաշինքի բանը ոնց էր արա այդ Այդ նախընտրական ոչում է բանը կպցրած։ Տեսակ է իշան բան։ Ինչ գործ ունի։ Լոգոն չէ։ Չէ, թղթիմորը ֆլայերը էլ է, որ կպցնում են պատին։ Կամ այս ընտրություններին ագենտ Կարոն Սարփազան հայր արա։ Բայկորա, արա մի սրբագույն ազնվոր Աստծո ուղարկած մարդ է։ Ով համատեղության կարգով հանդիսանում Գարեգին Բեի անալ ախպերը նու ուտեղ չենք կարա կասկածենք, իսկապես դեմքով էլ են շատ նման իրար, կանգնած մեկ այլ երկրի քարտեզի մոտ, քաղաքական հայտարարություն անում ու կոչ անում քաղաքացիներին, թե գնան ու մնդրեն։ Հիմա երբ որ դուք ասում եք Աստծո առաջ բանսես բաներ, ըստ ձեր լոգիկայի, մեր պետության ներսում բանը ընտրություններին մեղա Աստվածաշա մասնակցություն ունեցել նաև Աստվածը ու պարտվել անդրություններում պաստորը։ Ըստ ձեր ապուշ լոգիկայի։ Դուք էդի դրան է բերում, դրամաբանական ինչը ապուշություն է կատարյալ։ Չէ՞։ Թե չէ։ Արևմտյան Ադրբեջան, լուրեր արևմտյան Ադրբեջանից, ու տենց, ոնց եք կարողանում, այ հենց դրա համար, որ կապ չեք ունեցել, առնչություն չեք ունեցել, ոչ մի պրոցեսին, ոչ մի կապ, հանրության զգայունության հետ կապ չունեք, հանրության տրամադրությունների, մտածելակերպի, մոտեցումների, ճաշակի, ոչ մի բանի հետ կապ չունեք, դուք օտար եք, խալխ եք դուք, այ դրա համար ձեր ձևավորած ուժը մաքսիմում դրական, եթե ուզենք ձևակերպենք, մաքսիմում կարակոշվի խալխի ձևով։ Ու թե մենք էս ենք կարել, էս ենք ուզում անենք, էսի չեղավ, էսի չթողեցինը, կտանեք, պայեք ձեզ, շնորհակալություն, հետո որ քտներից չէ, meil ասում այս ինչ գյուղին կոմբայն ենք, ուզում տանք չեն թողնում որտան, որ հետո քտներից էլի բերեն, վատ է կարա։ Ու գիտեք, ցավալին որն է, որ այո, մեր հայկական իրականության մեջ կա մի հատ շերտ, ովքեր որ այդ մտածելակերպին համաձայն է ու 100,000-ով ձենա տվել։ Ամենացավալին ողբալին այս սա է։ Որովհետև այո, մենք ամեն մեկս մեր միջավայրում ուրեմն քիչ ենք աշխատում։ Ուրեմն քիչ ենք, մենք ես չեմ ասում, իսկապես ես անկեղծ եմ ասում։ Ես խիստ բարկացած եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա, հատկապես այս ընտրություններով։ Եվ եթե կհիշեք, իմ եթերներում, ես այս վերջի շրջանում իհարկե շատ պասիվ էի, որովհետև դժբախտություն, կրկնակի դժբախտություն էր պատահել ինձ հետ, սկզբում հայրս հեռացավ կյանքից, դրանից 20 օր հետո 20 օր չանցած եղբայրս մորաքրոջս տվա։ Ես շատ ծարագույն վիճակում էի, չնայած 1-2 եթեր փորձել եմ էլի անել։ Ու բայց միևնույն է, այդ ընթացքում ես ասում էի անընդհատ, որ մինչև հունիսի 7-ը կսատարեն, մենակ նրա համար, որ այս վիճակում ենք, որ պետությունը չտանեն ռուսամետները։ Բայց նոյեմբերի 7-ից հետո բրցնում ամեն, չէ, մարկային շփումները, բայց էլ չի լինելու, չեմ խուսափելու, այն ստրախովկեն չի լինելու, որ կանգնես մի քիչ ուրիշ ձև ասեմ, ամեն դեպքում դրանց ջրաղացին ջուր չգնա։ Ու ասել եմ, որ անդիմություն դուք կտեսնեք։ Եվ այո, ձևավորվում է սա քաղաքական ուժ, որը կտեսնենք։
Եվ այո, խիստ բարկացած են հենց դրա համար, որ սրանց բերեցիք առաջին պլան։ Եվ այո, ուժեղ Հայաստան կոչված քաղաքական ուժին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է բերել առաջին պլան։ Երբ որ սրանք դեռևս նախաձեռնություն էին, մեր ձևով նախաձեռնություն, դուք ամենաբարձր մակարդակով արձագանքում եք իրենց տավտալոգիաներին, այդ դրանով իրենց դարձնելով ձեզ հակառակորդ քաղաքական։ Ու այո, հենց դուք եք ամեն ինչ արել, որ իրենք ավելի պոպուլյարիզացվեն։ Միտը գնացեք վայելեք, հլը մի հատ էլ մենք էլ ներվերներս 5 տարի պիտի էլի բանանենք։ Ես 5 տարի ինչից ասես բարձրաձայնել եմ, կաշկանդվածություն էլ չեմ ունեցել, անգամ երբ որ եղել եմ կուսակցության անդամ։ Կաշկանդվածություն չեմ ունեցել, તો անուններով էլ շատ դեպքում խոսել եմ։ Այո, մի հատ նախարարի մակարդակի մեկը չի ելել ակադարձի ինձ։ Շատ սենց փորձել են WhatsApp-ով բանով կապվեն գնել ջան, այդ ինչ խնդիր է, փորձենք օգտակար լինենք։ Արա սրանք նստեցին ձեզ ինչ ասեցին։ Մի հատ ապուշ բան էին ասում, վերնում ամենաբարձր մակարդակով բանով, տեսա հոլովակով պատասխանում էիք։ Դրանով չէիք կարևորում, բա։ Ոսեք Ալիկ Ալեքսանյանն ով էր, որ պարոն Ռուբինյանը պիտի հերնի ուղիղ պատասխանի։ Ես սկզբի շրջանում, ոչ թե այն ժամանակ, երբ որ արդեն անհրաժեշտություն առաջացավ, որովհետև այն ժամանակ, երբ որ դուք ակտիվ սկսեցիք իրանցից պաշտպանվել, ու իրանք կարևորվեցին, այդ ժամանակ արդեն հա պիտի բանարվեր, դա արդեն հասկանալի, բայց մինչև այդ դուք ակտիվացիք, ձեզ շատ խիստ զգայունականությամբ բռոձի։ Բայց այն հարցերում ոնց որ զգայունականություն այդքան էլ չենք տեսնում։ Ու հիմա դերել եք ազգային ժողովում դրել եք, այո։ Սրանք էլ գնում են իրաց միջավայրում ասում են տեսեք, ամենաբարձր մակարդակով մեզնից վախենում են։ Հենա, այս ենք ասում, հելում պատասխանում են, այն ենք ասում, հելում պատասխանում են։ Բայց միջավայրներ տեսնել ասում կարող ես կորկոնից մի բան տեղի ունենում այն մատ։ Ո՞վ գնաց, ձնագնդիկը դլորվեց։ Մինչև հասկացաք ոնց որ թարս տեղա գնում, այն արդեն էլ ինչ։ Էլի պիտի Նիկոլ Փաշինյանին դնեիք առաջին պլանում, պիկապով էր առանց պիկապ էր, հարուզ արշավանելով գնայք փողոց դրվեդու։ Այսօր էլ նստեք ասեք Վարդևանյանը Սս բաներ ասեր։ Դու լավ են անում, մեկ-մեկ ճշտով ստես ասում, ասում լավ են անում։ Հատեցա Ժողովուրդ ջան, կներեք, բայց պորտկումներ լինում են բոլորիս մոտ։ Շնորհակալություն, թույլ տվեք այսքանով այսօր եզրափակեք, այս թեմաները իրանք զգայունական թեմաներ են, որոնք որ մշտապես հələ երկար մեզ ուղեկցելի են ու շատ հնարավոր է առաջիկա եթերներում այս դաշտում ավել շատ լինի խոսքը, որովհետև գիտեք ինչ, ազգային ժողովի բաները եթե դնենք, ուղիղ եթեր play stop-ով մեկնաբանելով գնան, ես լուրջ եմ ասում, մի նախադասության մեջ 5 տեղ իրար հակասում են։ Ամեն մեկը սկսում է բարել ձեզից իրան հակասելով գնում է։ Ինքը իրան հակասելով։ Հասկանում եք։ Ասես, արա լավ, սրա ասացին անդրադառնամ, թե ստիպված ամբողջը նայում ես ընդհանրական պատկերացումը, ընդհանրական նկարագիրն ես բերում ներկայացնում, թե չէ որ հատատ գնաս, գժանոց է դառնում արա։ Դուրս եկել ասում է, մեր անկախ պատմության ամենավատ էջն է, որ ընդեղ կաթոլիկոս են դատում ասում է։ Այս ազգային ժողովը տեսել է լավն էլ, վատն էլ, բայց որ որոշում կկայացվեր մարդիկ կգնային սատարելու կաթողիկոսին, որպեսզի նրան չդատեն, այդպես բան չէր եղել։ Մեր երկրում սա խայտարակություն է։ Արա, խայտարակությունը հոկտեմբերի 27-ին էր, երբ որ մտան ազգային ժողով, մեր անվտանգությունը մեռած էր վրոջի միջալյուց Սերժներ դրա պատասխանատուն են, շատ եք կենտրոնանկոչում, Սերժն արանք։ Այս վերնախավը այդ պահին կառավարությանի հարցու պատասխանա ներկա չեն, կոնկրետ այս ֆիգուրները։ Մտնում են ազգային ժողովի նախագահ ու Վազգեն Սարգսյանի նման կերպար ու մի քանի հոգի գնդակահարում են, այդ նույն օրը, երբ զուգահեռ ձեր կողմից պաշտպանվող սատարվող կաթողիկոսը
Չի դադարեցնում ոչ մի բան, այդ համազգային աղետն ու խայտառակությունը ու շարունակում են Օսման Արարողությունը, որ հանկարծ անես չլինի որ բան լինի։ Այդ դա էր խայտառակությունը։ Բայց դուք գնացիք ու մտաք հենց նրանց հետույքները, ովքեր որ մեծ հաշվով շահառուներն են այդ ամեն ինչը։ Հիմա հենց խայտառակություններից եք խոսում, բա առաջին անգամը չէ, որ տես բաներ տեղի ունենում հայոց աշխարհում։ Երես պաշտություն աշխարհում զզվելի բաներից մեկն է։ Լավ եք, ժողովուրդ ջան, շնորհակալություն է ժամին եթերը նայելու համար, չգիտեմ, եթե ինչ-որ տեղ իմ պոդքասթները գուցե մեկին մյուսին նեղացրեցին, ներողություն եմ խնդրում, բայց դա, այլ կերպ հնարավոր չի արձագանքել։ Լավ մնացեք, կհանդիպենք, լավ կլինի։ Ինչ-որ մի օր մեր ազգային ժողովը կլինի մաքուր ժողովրդի իշխանությունով, ընդդիմությունով, ժողովրդից ելած քաղաքական ուժերով։ Իր գրագետ նորմալ սրտացավ գունեղ իր տեսակով, հա։ Ինչ որ մի օր երևի կունենանք դες բան չգիտեմ։ Լավ եք, բարի գիշեր ձեզ։